Շնորհակալություն, հարգելի պարոն Արշակյան, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Պետք է ասեմ, որ դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարևոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման, կառավարման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով դաշինքի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականին, պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է նախաձեռնության հիմնադիր անդամ և այնուհետև արդեն դաշինքին միացել են նաև այլ երկրներ, բացի հիմնադիր անդամներից և իրականում դաշինքը արդեն իսկ ակտիվորեն գործում է և նաև հիմք է տալիս կարևորագույն ծրագրեր իրականացնել մշակութային ժառանգության պահպանման, միջազգային կապերի խթանման և այս ուղղությամբ համագործակցության ոլորտում։ Պետք է ասեմ, որ Ազգային ժողովը մեկ անգամ վավերացրել է այս դաշինքին միանալու մասին օրենքը 25 թվականի հունվարի 22-ին ընդունվել է մշակութային ժառանգության ասիական դաշինքի կանոնադրությունը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Նոր օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշինքի կանոնադրության մեջ տեղի ունեցած փոփոխությամբ, մասնավորապես 2024 թվականի հունիսին դաշինքի խորհրդի երկրորդ նիստի ընթացքում կատարվել են կանոնադրության փոփոխություններ, որոնց արդյունքում կառույցը վերափոխվել է միջազգային միջկառավարական կազմակերպության, այսպիսով ստանալով ավելի հստակ կարգավիճակ և դրանով նաև ձեռք բերելով ավելի հստակ գործիքակազմեր աշխատանքի համար, և սա պահանջում է նորից անցնել վավերացման գործընթացը, ինչի նպատակով էլ արվել է համապատասխան նախապատրաստական աշխատանքը և այս օրենքի փաթեթը ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը։ Պետք է ասեմ, որ 25 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ արդեն իսկ կազմակերպությանը ներկայացրել է դրամաշնորհային հայտեր և Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կողմից հայտարարված դրամաշնորհի արդյունքների մասով արդեն իսկ ունենք մի ծրագիր, որը կիրականացվի դաշինքի շրջանակներում, մասնավորապես 32 միլիոն դրամի աջակցությամբ Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում ծրագիրը, որը 27 թվականին կդառնա իրողություն։ Սա արդեն իսկ նշանակում է, որ իդեմս դաշինքի մենք ունենք գործող հարթակ, դրա շրջանակներում մեր համագործակցության շրջանակ ու հնարավորությունները ընդլայնվում են և այդ իմաստով կարևորում ենք, որպեսզի այդ կանոնադրության փոփոխությունները նույնպես վավերացված լինեն։ Պետք է ասեմ, որ սահմանադրության մասով նույնպես սահմանադրական դատարանի որոշմամբ, որը 2026 թվականի հունիսի 16-ի որոշում է, ամրագրված է, որ պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ուստի խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։